Ողջույն բոլորին, այս տեսանյութում հրեշտակի խորհուրդն է ընդհանուր ամբողջ ապրիլ ամսվա համար։ Մեկ ամսով կանեմ, շաբաթով չեմ անի, որ ընդհանուր գլոբալ իմանաք, թե ինչ է ձեզ հարկավոր, ինչ են խորհուրդ տալիս, եւ ընդհանրապես շատ են գրում, որ հրեշտակի ժամեր շատ են տեսնում, դա հենց նշանակում է իրենց կողմից որևիցե որ իրենք ձեզ հետ են, որ այնինչ դուք մտածում եք, հենց այդ պահին իրենք ասում են այո, շատ լավ է եւ այլն, նման շատ հարցեր։ Կախված է թե դուք ինչի մասին եք մտածում, կարող է անընդհատ մտքերը ձեզ տանջում են եւ հենց այդ տանջելու ժամանակ միանգամից տեսնում եք թվեր։ Դուք ինքներդ մի հատ լավ հիշեք այդ թվերը տեսնելուց առաջ ինչի մասին էիք մտածում։ Մարդկա ամբողջ օրը ցվրված է իր մտքերը։ Եվ իդեպ ասեմ, դա շատ վատ է, պետք է մարդը կարողանա կառավարել իր մտքերը եւ չպետք է այդքան այս տարբեր բաների մասին մտածի օրվա ընթացքում։ Եվ հենց դուք կարող է օրվա ընթացքում տարբեր բաների մասին եք մտածում, մեկ էլ այն մյուսի պատասխանն է գալիս, այն մյուսի պատասխանն հասկանում եք, այնինչ որ դուք մտածում եք, հրեշտակները ձեզ պատասխանում են, որ փոփոխություն կլինի, շատ մի մտածի դրա մասին, մենք քո հետ ենք եւ այլն, նման պատասխաններ են ձեզ։ Դրանք բացարձակապես վախենալու չեն, մի վախեցեք։ Վախեցեք ձեր մտքերից, թե ինչի մասին եք մտածում եւ անիմաստ։ Այդքան ոնց որ ասում են ձեզ, որ մենք քո հետ ենք, քեզ օգնում ենք, բայց դու էլի նորից տանջում ես քեզ։ Եվ ընդհանրապես լավ կլինի, որ այս պահին թեկուս կանգնեցնեք այն ինչ որ ձեզ հետաքրքրում է կյանքում, հարց տակ, կամ ինչի մասին պետք է չմտածեմ, կամ ինչի մասին պետք է մտածեմ առհասարակ, այդ հարցը տվեք։ Եվ այդ պատասխանը ինչ որ ձևով կստանաք դուք հրեշտակի խորհրդի միջոցով։ Ուղղակի տվեք այդ հարցը, կամ մտածեք, ինչ որ մի բանի մասին մտածեք։ Դա ձեզ կօգնի, որպեսզի հարցերի պատասխանը գտնեք։ Այսքանը կարող եք նաև նայել իհարկե ասցենդենտի եւ լուսնային նշանները, բայց այդքան երևելի խորհուրդ չեմ տա, որովհետեւ սա այլ հարց է։ Սա միայն վերաբերվում է մարդու հենց կենթանակերպի նշանին, ոչ թե սա։ Լավ կլինի, որ միայն նայեք ձեր արևային նշանը, ուրիշ ոչինչ։ Եվ իհարկե գնայենք խոյերին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ խոյերի հրեշտակներն իրենց ապրիլ ամսվա համար։ Ես չգիտեմ ինչի մասին եք մտածել կամ ում մասին եք մտածել, համենայն դեպս այն մարդու մասին կամ այն իրավիճակի մասին, որ մտածել եք, հատկապես անձի վերաբերյալ կարող եք իր վրա հույս դնել։ Փոխադարձ վստահություն կա երկուսիդ մեջ։ Շատերն են սխալվում իհարկե, բայց այդ մարդուն կարելի է վստահել։ Նա սիրում է ձեզ, հոգ է տանում ձեր մասին, հատկապես եթե իհարկե սիրելի է։ Մի սպասեք, որ տվյալ մարդը կատարյալ լինի։ Ոչ ոք կատարյալ չէ այս կյանքում։ Նրա հետ քննարկեք բոլոր տարաձայնությունները, վեճերը, ամեն ինչ այնպես արեք, որ փոխըմբռնում լինի հարաբերություններում։ Հնարավոր է նոր սեր, նոր հարաբերություններ, ինչ որ մեկը կարող է գալ ձեր կյանք, ում ճանաչել եք վաղ անցյալում։ Դուք պետք է լսեք նրան եւ հավատաք նրան։ Նույնիսկ եթե նա ձեզ դուր չի գալիս, կամ այդ իրեն լսելը ձեզ դուր չի գալիս։ Մի մեղադրեք մարդկանց իրենց արարքների եւ վերաբերմունքի համար։ Եվ աղոթք կարող եք ասել։ Շնորհակալ եմ, որ պաշտպանում եք իմ հավատքը, իմ սիրտը բաց է նոր հարաբերությունների համար։ Ես երախտապարտ եմ ձեր օգնության, ձեր հավատքի համար, այն մարդկանց ազնվության համար, որոնց ես հանդիպեցի իմ ճանապարհին։ Եվ խորհուրդ. վստահեք միայն իսկապես վստահելի մարդկանց եւ մի վատնեք ձեր ժամանակը անլուրջ ընկերների վրա։ Իմաստուն եղեք ձեր որոշումներում
եւ մի փորձեք խուսափել պատասխանատվությունից։ Եթե դուք սխալվում եք եւ պատժվում, դա դառնում է ձեզ համար անգնահատելի փորձ։ Այսպես դուք հարգված եւ հասուն մարդ կդառնաք։ Միշտ մտածեք, թե ինչպես են ձեր գործողություններն ու որոշումներն ազդում ձեր շրջապատի մարդկանց կյանքի վրա։ Ազատորեն արտահայտեք ձեր կարծիքը, բայց կոպիտ մի եղեք ձեր զրուցակիցների հետ։ Հիշեք, որ ցանկացած խոսակցություն պետք է ընթանա խաղաղ, հարգալից եւ արժանապատվորեն։ Եթե մենակ եք զգում ձեզ, ապա ձեր հոգսերը վստահեք հրեշտակներին։ Այսքանը ձեզ համար։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում, ինքստինքյան է լինում, ինչ են ուզում խորհուրդ տալ ցուլերի հրեշտակներն իրենց։ Եթե դուք ուզում եք երջանիկ լինել եւ առողջ, եթե դուք դիմել եք այդ խնդրանքով, ապա այդ ձեր ցանկությունները լսվել են։ Եվ մի մոռացեք ձեզ սիրով վերաբերվել, սիրեք ձեզ ամենակարևորը։ Չգիտեմ ինչի մասն եք մտածում, ինչ հետաքրքրություններ ունեք, բայց այս պահին ասվում է ձեզ, որ այդ թեման կատարյալ չէ ձեզ համար։ Դա կարող է ազդել ձեր վերաբերմունքի վրա։ Նաև պետք է բացի այն հարգեք ինքներդ ձեզ եւ այսինքն միայն ուշադրություն դարձեք հարաբերություններին եւ մոռացեք ձեր մասին, ավելի կարճ եւ կոնկրետ։ Բոլոր մարդիկ Աստծո ստեղծածներն են։ Նրանք յուրահատուկ են եւ արժանի են միայն հարգանքի իրենց շրջապատի կողմից։ Եթե ոչ խնդիրներ կան, ապա այցելեք հոգեբանի մոտ։ Ինքնագնահատականը զարգացնելու համար։ Ձեզ թույլ մի տվեք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ձեզ կարող են վիրավորել։ Սխալ պահվածքը միայն վատացնում է իրավիճակը։ Ձեր ինքնագնահատականի իրավիճակը։ Թույլ մի տվեք, որ մարդիկ ձեզ վերաբերվեն առանց հարգանքի։ Աղոթք։ Ով մեծագույն գերագույն տերություն կամ Աստված կամ հրեշտակ։ Ես շնորհակալ եմ ինձ սիրելու եւ ձեր հարգանքի համար։ Թույլ տվեք նույն զգացողությունն ունենալ ինքս իմ հանդեպ։ Ինձ քաջություն տվեք խոսել իմ պահվածքի մասին։ Պահպանիր ինձ, շրջապատիր ինձ միայն սիրելիներով։ Եվ խորհուրդ։ Ուշադրություն դարձրեք միայն այն բաներին, որոնք իսկապես արժանի են։ Պետք չէ շփվել անլուրջ մարդկանց հետ կամ փորձել ձեռք բերել նրանց հավանությունը, ովքեր իրենք քիչ կշիռ ունեն հասարակության մեջ։ Նախապատվությունը տվեք այն ընկերներին, ովքեր ձեզ գերազանցում են գիտելիքներով, հմտություններով եւ կյանքի փորձով։ Նույն կերպ դուք պետք է կառուցեք ձեր կյանքի այլ ոլորտներ։ Ընտրեք մասնագիտություն, տուն կամ գործընկեր, հույս դնելով երկար ճանապարհի վրա, ոչ թե կարճ ժամանակահատվածի։ Ձգտեք տեսնել իրերի իրական արժեքը, մի փակեք ձեր միտքը եւ շարունակեք սովորել։ Ձեր հոգին լցրեք բարիությամբ եւ ձեր միտքը օգտակար գիտելիքներով։ Այսքանը ձեզ համար, կարծես թե նախորդ անգամ էլ էր գիտեք սա։ Թող ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ապրիլ ամսվա ընթացքում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ եկվորյակների հրեշտակներն իրենց ապրիլ ամսվա համար։ Ընդհանրապես այս քարտը ուժի քարտն է եւ համարվում է նաեւ ձեզ համար ամուլետ, որով դուք ավելի շատ ինքնավստահություն ձեռք կբերեք այս ամսվա ընթացքում։ Հենց հրեշտակը ձեզ ցանկանում է վստահեցնել, որ դուք ունեք ուժ, հմտություն, որոնք շատ արժեքավոր են հոգևոր շրջանակի համար։ Հրեշտակը պաշտպանում է ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ դուք լույսի վառ աղբյուր եք արձակում։ Գործեք համարձակ, որքան կարող եք։ Մի մոռացեք ուրիշների նկատմամբ հարգալից լինելու մասին։
Ամեն օր կարող եք դիմել ձեր հրեշտակին։ Իրանք մեզ հետ են, մեր ծնված օրվանից։ Հիշեք նորածիններին, երբ որ ասում են իր հրեշտակի հետ է ծիծաղում, այդ ինչի մեծացանք հրեշտակները գնացին մեր կողքից, իհարկե ոչ։ Եվ իհարկե մի կասկածեք ձեր երազներին եւ մտադրություններին։ Լսեք ինքներդ ձեզ, ձեր ինտուիցիան ձեզ երբեք չի խաբի եւ հուսախաբել չի անի։ Փորձեք վստահել այն անձին, ում մասին որ հետաքրքրված եք այդպես։ Հավատացեք, որ այն ճանապարհով, որ դուք գնում եք, դա ձերն է եւ ճիշտ է։ Համոզված եղեք, որ ձեր ֆինանսական եւ ընդհանրապես այլ կարիքները, որոնք որ դուք ունեք, կբավարարվեն եւ ավելի լավ, բարեկեցիկ կյանքով կսկսեք ապրել։ Եվ աղոթք։ Հրեշտակապետ Միքայել, ես աղոթում եմ, որ շնորհես ինձ քո տոկունությունը։ Թույլ տուր գտնել եւ տիրապետել այն ամենին, ինչ ինձ անհրաժեշտ է։ Իմաստություն, ուժ, սիրելու կարողություն, ստեղծագործականություն, հարստություն եւ առողջություն։ Թույլ տուր ինձ վճռական լինել եւ ինձ հանգիստ զգամ։ Եվ խորհուրդ։ Եղեք համարձակ, քանի որ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները երես են թեքել ձեզանից, հրեշտակները շարունակում են քայլել ձեր կողքին եւ առաջարկել իրենց պաշտպանությունը։ Մի վախեցեք թշնամիներից կամ մրցակիցներից։ Եթե նրանց մտադրությունները լցված են չարությամբ, ապա ավելի բարձր ուժերը արագ կբացահայտեն իրենց բոլոր արարքները։ Եղեք համբերատար, քանի որ արդարությունը հաճախ գալիս է միայն ճիշտ ժամանակին եւ ժամանակի հետ։ Ուրիշների հետ շփվելիս ուշադիր ընտրեք ձեր խոսքերը եւ աշխատեք չվիրավորել նրանց զգացմունքները։ Կիսվեք ձեր հավատքով ուրիշների հետ։ Եղեք առատաձեռն։ Ձեր հարազատներն ու ընկերները նույնպես կարող են հրեշտակային պաշտպանություն ստանալ։ Դժբախտության ժամանակ մնացեք հաստատուն։ Օգնությունը երկար սպասեցնել չի տա։ Այսքանը ձեզ համար։ Թող ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա այս ամսվա ընթացքում, ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ խորհուրդ են ուզում տալ խեցգետինների հրեշտակները ապրիլ ամսվա համար։ Դուք շատ մեծ ջանքեր եք գործադրել ձեր ունեցածին հասնելու համար։ Երևի ժամանակն է այլ ընտրանքներ փնտրելու համար։ Ինքներդ ձեզ հարց տվեք։ Իսկապես սա դուք եք։ Սա է ձեր նպատակը, թե պարզապես ինչ որ մեկին եք կրկնօրինակում կամ ուզում եք ունենալ այն ինչ որ դիմացին ունի։ Եվ մի գնացեք ձեր խղճին դեմ։ Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ։ Երբ կհասկանաք, թե իրականում ինչ է ձեզ անհրաժեշտ, այդ ժամանակ կստանաք այն։ Պետք չէ կառչել հարաբերություններից, որոնք իրենց ընթացքը արդեն ավարտել են։ Դուք միայնակ չեք լինի։ Հիշեք, ավելի լավ է որոշ ժամանակ մենակ մնալ, քան փորձել փրկել դատապարտված հարաբերությունները։ Ուղարկեք ձեր ռեզյումեն բոլոր աշխատատեղերում, որոնք որ դուք եք ուզում։ Հավանաբար ձեզ կարող են կանչել աշխատանքի։ Մտածեք ստեղծված իրավիճակի լուծման այլ ընտրանքային ճանապարհի մասին։ Աշխատեք զարգացնելու ձեր բոլոր հնարավորությունները։ Եթե միջավայրը, որտեղ դուք աշխատում եք, դեպրեսիվ է, փոխեք այն։ Երազելը ոչ մի վնաս չի տա ձեզ։ Կառուցեք նոր նախագծեր ձեր գլխում։ Մի մոռացեք, մենք բոլոր խոչընդոտները ստեղծում ենք մեզ համար։ Մենք ենք այդ խոչընդոտները ստեղծում։ Աղոթք։ Տեր ամենակարող, շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ իրականացնել իմ ծրագրերը։ Միայն քո իմաստության ու սիրո շնորհիվ է, որ ես հասել եմ այն ամենին, ինչ ունեմ։ Խնդրում եմ, օգնիր ինձ ընտրել ճիշտ ուղին, որն ինձ կտանի դեպի ներդաշնակություն, ներքին խաղաղություն, լավ առողջություն եւ երջանկություն։ Թող իմ բոլոր որոշումները ճիշտ լինեն։ Եվ խորհուրդ։ Սովորեք հավասարակշռված լինել ձեր կորուստների նկատմամբ։ Դրանք չեն կարող ամբողջությամբ ոչնչացնել ձեր կյանքը։ Միշտ անհրաժեշտ է վերլուծել անցած ճանապարհը եւ գտնել իսկապես կարևոր պահերը։ Կենտրոնացեք ամենակարևոր բաների վրա
եւ ձեր կյանքը կդառնա կարգ ու կանոնով, խաղաղ եւ կատարյալ։ Հրեշտակները խրախուսում են ձեզ ձգտել իսկական սիրո, նվիրվածության, սրանք են կարևոր զգացմունքները։ Մի վատնեք ձեր կյանքը անցողիկ հաճույքների կամ դատարկ աշխատանքի վրա, որը չի կարող լցնել ձեր հոգին։ Ձգտեք հավիտենականին, եւ այդ ժամանակ նյութական օգուտներն ինքնին կգան ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, թող ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնային կառույցներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ առուսների հրեշտակներն իրենց ապրիլ ամսվա համար։ Ճիշտ է, այս քարտը ընդհանուր առմամբ խաղի քարտն է, բայց իհարկե հրեշտակայինով սա ուրիշ նշանակություն ունի։ Միքայել հրեշտակապետը ձեզ տեղեկացնում է, որ նա անընդհատ պաշտպանում եւ առաջնորդում է ձեզ եւ ձեր երեխաներին։ Այն ձեր երեխաներին պահում է ճիշտ ուղու վրա, բացում է նրանց ներուժը եւ թույլ չի տալիս, որ նրանք բաց թողնեն իրենց դիմաց բացվող բոլոր հնարավորություններն ու հեռանկարները։ Նա հոգ է տանում նրանց ինտուիցիայի զարգացման մասին, օգնում է նրանց գտնել իրենց նպատակը եւ բավականաչափ համարձակ լինել այն իրականացնելու համար։ Նա նրանց կյանքի ճանապարհ է ուղարկում բարեպաշտ ու իմաստուն մարդկանց, ովքեր դառնում են ոչ միայն նրանց ընկերը, այլև նրանց դաստիարակը։ Երեխաները ձեր կյանքի իմաստն են։ Իհարկե, եթե չունեք, ուրեմն պատրաստվեք ունենալու։ Ձեր հղիությունը կամ ծննդաբերությունը շատ հեշտ կլինի, շատ հեշտությամբ կհղիանաք, որդեգրումը եւս հաջող կլինի։ Հոգ տարեք ոչ միայն երեխայի մարմնի եւ մտքի համար, այլև նրա հոգու նկատմամբ։ Ձեր երեխաները շատ լավ են, հատկապես այն մարդկանց, ում երեխաները երկնքում են։ Ձեր երեխաների մասին բոլոր մտահոգությունները թողեք Տիրոջն ու հրեշտակներին։ Աղոթք։ Իմ երեխաների, նշեք ծնված եւ չծնված, իհարկե, ովքեր որ ունեն անունները, ովքեր որ չունեն, որ ապագա երեխաների։ Պահապան հրեշտակներ։ Շնորհակալ եմ երեխաներիս մասին հոգ տանելու համար։ Պահապան հրեշտակներ, պաշտպանեք եւ հսկեք իմ երեխաներին, երբ ես իրենց կողքին չեմ, եւ տվեք ինձ ուժ եւ համբերություն լավ մայր կամ լավ հայր լինելու համար, երբ ես նրանց հետ եմ։ Խորհուրդ. Մի կրեք պատասխանատվության բեռը միայնակ, կիսեք այն մեկ այլ մարդու հետ, ձեր ամուսնու կամ կնոջ։ Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, ասեք ձեր ընկերոջը կամ ծնողին այդ մասին եւ խորհուրդ խնդրեք։ Երբ երեխաների հանդեպ հոգատարությունը դառնում է չափազանց շատ եւ խլում է ձեր ողջ ուժը, դիմեք հրեշտակներին։ Երեխային երկար ճանապարհորդության ուղարկելիս անընդհատ աղոթեք նրա անվտանգության համար եւ տիեզերքը կօգնի ձեզ։ Վստահեք հրեշտակների զորությանը, նույնիսկ երբ իրավիճակը անհույս է թվում, երբ հանդիպեք հիվանդության կամ դավաճանության։ Մի համարեք այս անախորժությունները որպես ճակատագրական ինչ-որ պահեր։ Մնացեք լավատես եւ շուտով խնդիրը կլուծվի եւ հիվանդությունը կհաղթահարվի։ Ամեն մարդ իր կյանքն ունի եւ ամեն մեկի երեխաները իրենց կյանքն ունեն։ Այսքանը թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ եւ ձեր երեխաներին այս ամսվա ընթացքում։ Գնայինք կույսերին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ կույսերի հրեշտակներն իրենց ապրիլ ամսվա համար։ Եթե դուք աղոթել եք, ապա ձեր աղոթքները տեղ են հասել։ Լսվել են։ Կարիք չկա հետաձգել երջանկության հասնելու այդ պահը, որ դուք ցանկանում եք ինչ որ մի ոլորտում կամ ընդհանրապես անձնական կյանքում երջանիկ լինել։ Եվ հրեշտակները ձեզ խորհուրդ են տալիս։ Թող երջանկությունը ներս գա ձեր կյանք հիմա։ Թողեք թող ներս մտնի։ Դուք կարող եք դա անել կենտրոնանալով այն ամենի վրա, ինչը ձեզ հետաքրքրում է։
Եվ իհարկե, ինչը որ ձեզ ավելի ուժեղ է դարձնում։ Եվ թույլ մի տվեք, որ արտաքին գործոնները խանգարեն կամ ճնշում գործադրեն ձեր զգացմունքների վրա։ Եղեք ուրախ, սպասեք հրաշքի։ Ուղարկեք շնորհակալական նամակ ձեր ծանոթներից մեկին, ով որ պետք է շնորհակալ լինեք։ Այս իրավիճակից լավ բաներ ակնկալեք։ Մի խանգարեք սիրո ծաղկմանը ձեր սրտում։ Եթե ինչ-որ մեկի վրա սիրահարվել եք, մի ձեզ սառեցրեք։ Թողեք այդպես մնա։ Աղոթք։ Շնորհակալ եմ, որ օգնեցիր իմ սրտին ընկալել երջանկությունն ու օրհնությունները։ Թող տեսնեմ այն ողջ առաքինությունը, որ եկել է իմ ճանապարհին, իմ կյանքում, իմ կյանքի ընթացքում նաև։ Դե սա նոր սիրո մասին է, նոր հարաբերությունների մասին է, կամ ընդհանուր ընտանեկան երջանկության մասին է, որը որ պետք է թույլ տալ ուղղակի մտնի ձեր կյանք։ Մի ձգտեք փառքի, նվաճումների կամ հարստության։ Այս բոլոր առավելությունները ժամանակավոր են եւ անցողիկ։ Գնահատեք հավերժական ճշմարտությունը, որոնք ուղարկում է ձեզ երկինքը, տիեզերքը, ազնվությունը, սերը եւ կյանքի իրական իմաստը։ Ուրախություն գտեք ոչ թե ձեր աշխատանքի արդյունքներում, այլ ձեր սիրելիների կողքին ապրած ամեն օրվա մեջ։ Երբ ինչ որ նոր բան եք սովորում, կիսվեք նրանց հետ, ում սիրում եք։ Աշխատեք ինքներդ ձեզ վրա, մանրակրկիտ եւ անընդհատ։ Մի ամաչեք ուրախանալ ձեր հաղթանակներով եւ վայելել այն, ինչ սիրում եք։ Զարգացրեք ձեր տաղանդները, եւ դրանք ձեզ ավելի մեծ երջանկություն կբերեն։ Պահպանեք ուրախությունը նույնիսկ դժվարին ժամանակներում։ Ձեր ներքին լույսը կփարատի շրջապատող խավարը։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնայինք կշեռքների։ Ինչ են ուզում փոխանցել իրենց հրեշտակները կշեռքներին, կշեռքների հրեշտակները իրենց ապրիլ ամսվա համար։ Այս քարտը ընդհանրապես տեսնում ենք արդեն ինքն իրեն հենց ասում է, որ մարդը պետք է լինի վճռական որոշումներ կայացնի։ Եվ եթե ցանկանում եք բարելավել ձեր ներկայիս կյանքը, ապա պետք է ուղղակի դիմեք ձեր հրեշտակներին, իրենք ամեն ինչ կանեն։ Պետք է վստահեք, որպեսզի իրենք բարելավեն ձեր կյանքը։ Նա ձեզ կասի ինչ անել։ Նախ եւ առաջ լսեք ձեր զգացմունքներին եւ չեք սխալվի։ Եղեք վստահ եւ վճռական։ Այդ դեպքում վերջնական արդյունքը կլինի այն, ինչը որ դուք ցանկանում եք։ Եկել է ժամանակը նաև, որ դուք ընտրություն կատարեք։ Կարևոր ընտրություն կատարելու ժամանակն է։ Ամեն դեպքում ձեր կյանքում փոփոխություններ են սպասվում։ Ձեր ուշադրությունը նվիրեք հարաբերություններին։ Հիմա ձեր հարաբերություններում ձեր միջև կապն ամրապնդելու լավագույն ժամանակն է։ Թույլ տվեք ձեզ վայելել ամեն պահը կյանքի։ Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր մանրուքի վրա, յուրաքանչյուր ինչ-որ պահ, որը որ գալիս է ձեր կյանք, եւ յուրաքանչյուր բառի վրա, եւ հիացեք այդ գեղեցկությամբ։ Եվ աղոթք։ Հրեշտակապետ Միքայել, տուր ինձ քո ուժն ու վստահությունը, վճռականությունն ու քաջությունը։ Ես խնդրում եմ ձեզ առաջնորդել ինձ ճիշտ ճանապարհով, օգնել ինձ կատարել ճիշտ ընտրություն։ Տուր ինձ գիտելիք եւ օգնիր ինձ բացել իմ սիրտը դրա համար։ Եվ խորհուրդ։ Մի վախեցեք արտահայտել ձեր կարծիքը, սկսեք նոր բաներ։ Հիշեք, որ կյանքը շարժվում է մեր ուժերով։ Մի վախեցեք խոսել ապագայի մասին եւ պլաններ կազմել։ Փորձելով նայել առաջ, մենք կարող ենք պաշտպանվել կյանքի բազմաթիվ որոգայթներից։ Լսեք հրեշտակային խորհուրդները, այն ձեր շուրջն է։ Հատկապես թվերի ներքո, թվերն են ավելի շատ լինում։ Արժե նաև խուսափել չափազանց վստահությունից, յուրաքանչյուր որոշում պետք է ուշադիր կշռեք եւ վերլուծեք։ Ամբողջությամբ ձեզ վրա մի հույսը մի դրեք։ Ձեր որոշ մտահոգությունները վստահեք հրեշտակներին։
Դուք շրջապատված եք հրեշտակների ուժով եւ պաշտպանությամբ, այնպես որ մի վախեցեք ձեր հակառակորդներից, այլ ազնվորեն վարվեք նրանց հետ։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում։ Գնանք կարիճների։ Ինչ խորհուրդ են ուզում տալ կարիճների հրեշտակներն իրենց ապրիլ ամսվա համար։ Եվ այս քարտը ընդհանրապես արդեն իսկ ընկել էր, սա նշանակում է ամուլետ, սա ուժ է տալիս մարդուն ինքնավստահություն ձեռք բերելու համար, նաև հենց Միքայել հրեշտակապետը ցանկանում է ձեզ վստահեցնել, որ դուք ունեք ուժ եւ հմտություն, որոնք արժեքավոր են հոգեվոր շրջանակի համար։ Նաև մի մոռացեք ուրիշների նկատմամբ հարգալից լինելու մասին։ Հավատացեք ինքներդ ձեզ։ Հավատացեք ձեզ շրջապատող մարդկանց։ Ձեզ շրջապատող մարդկանց հանդեպ կարեկցանք դրսևորեք։ Մի կասկածեք ձեր երազներին եւ մտադրություններին։ Լսեք ինքներդ ձեզ, ձեր ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի։ Փորձեք վստահել ձեզ հետաքրքրող անձին, ումով որ հետաքրքրված եք։ Հավատացեք, որ սա ձեր ճանապարհն է եւ ճիշտ։ Ձեր ֆինանսական եւ այլ կարիքները կբարելավեն շատ շուտով։ Աղոթք։ Հրեշտակապետ Միքայել, ես աղոթում եմ, որ շնորհես ինձ քո տոկունությունը։ Թույլ տուր գտնել եւ տիրապետել այն ամենին, ինչ ինձ անհրաժեշտ է՝ իմաստություն, ուժ, սիրելու կարողություն, ստեղծագործականություն, հարստություն եւ առողջություն։ Թույլ տուր ինձ վճռական լինեմ եւ հանգիստ զգամ ինձ։ Եվ խորհուրդ. եղեք համարձակ, քանի որ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները երես են թեքել ձեզանից, հրեշտակները շարունակում են քայլել ձեր կողքին եւ առաջարկել իրենց պաշտպանությունը։ Մի վախեցեք թշնամիներից կամ մրցակիցներից, եթե նրանց մտադրությունները լցված են չարությամբ, ապա ավելի բարձր ուժերը, տիեզերքը արագ կբացահայտի իրենց բոլոր արարքները։ Եղեք համբերատար, քանի որ արդարությունը հաճախ գալիս է միայն ժամանակի ընթացքում, ժամանակի հետ։ Ուրիշների հետ շփվելիս ուշադիր ընտրեք ձեր խոսքերը եւ աշխատեք չվիրավորել նրանց զգացմունքները։ Կիսվեք ձեր հավատքով ուրիշների հետ։ Եղեք առատաձեռն, ձեր հարազատներն ու ընկերները նույնպես կարող են հրեշտակային պաշտպանություն ունենալ։ Դժբախտության ժամանակ մնացեք հաստատուն, օգնությունը երկար սպասեցնել չի տա։ Այսքանը ձեզ համար։ Թող ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ եւ ինչպես տեսաք, նաեւ ձեր հարազատներին։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ աղեղնավորներին իրենց հրեշտակները ապրիլ ամսվա համար։ Նույն բաները։ Բոլորին նույն բաներն է։ Ընդհանրապես այս քարտի իմաստը դա հավատացեք, նշանակում է հավատացեք, որովհետև հրեշտակները պատրաստ են տեր կանգնել ձեզ, օգնել ձեզ։ Սա ամուլետ է։ Արդեն 3-րդ անգամ եմ ասում սա, որովհետև 3-րդ նշանն է, որ նույն բանն է ընկնում, որից որ դուք կարող եք ինքնավստահություն ձեռք բերել։ Եվ հրեշտակապետը ցանկանում է ձեզ վստահեցնել, որ դուք ունեք ուժ եւ հմտություն, որոնք արժեքավոր են հոգեվոր շրջանակի համար։ Հրեշտակապետը կպաշտպանի ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ դուք լույսի վառ աղբյուր եք արձակում։ Եվ իհարկե, կարեկցող եղեք ձեր շրջապատող մարդկանց հետ կապված մարդկանց։ Մի կասկածեք ձեր երազներին եւ մտադրություններին։ Լսեք ինքներդ ձեզ, ձեր ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի։ Փորձեք վստահել ձեզ հետաքրքրող անձին։ Հավատացեք, որ սա ձեր ճանապարհն է եւ այն ճիշտ է ձեզ համար։ Ձեր ֆինանսական եւ մեկ այլ կարիքները, որոնք որ դուք ունեք, կբարելավեն շատ շուտով։ Եվ աղոթք, հրեշտակապետ Միքայել, ես աղոթում եմ, որ շնորհես ինձ քո տոկունությունը։ Թույլ տուր գտնել եւ տիրապետել այն ամենին, ինչ ինձ անհրաժեշտ է։ Իմաստություն, ուժ, սիրելու կարողություն,
ստեղծագործականություն, հարստություն և առողջություն։ Թույլ տուր ինձ լինեմ վճռական և հանգիստ զգամ։ Եվ աղոթք, խորհուրդ, երրորդ անգամ եմ ասում։ Եղեք համարձակ, քանի որ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները երես են թեքել ձեզանից, հրեշտակները շարունակում են քայլել ձեր կողքին և առաջարկել իրենց պաշտպանությունը։ Մի վախեցեք թշնամիներից կամ մրցակիցներից, եթե նրանց մտադրությունները լցված են չարությամբ, ապա ավելի բարձր ուժերը արագ կբացահայտեն իրենց բոլոր արարքները։ Եղեք համբերատար, քանի որ արդարությունը հաճախ գալիս է միայն ժամանակի ընթացքում, ժամանակի հետ։ Ուրիշների հետ շփվելիս ուշադիր ընտրեք ձեր խոսքերը և աշխատեք չվիրավորել նրանց զգացմունքները։ Կիսվեք ձեր հավատքով ուրիշների հետ, եղեք առատաձեռն, ձեր հարազատներն ու ընկերները նույնպես կարող են հրեշտակային պաշտպանություն ստանալ։ Ըստ ձեզ, ոնց որ ձեզանով կարող են նաև իրենք է պաշտպանություն ստանալ։ Դժբախտության ժամանակ մնացեք հաստատուն, օգնությունը երկար սպասեցնել չի տա։ Այսքանը ձեզ համար, հուսով եմ հաջորդը արդեն մեկ այլ հրեշտակային խորհուրդ կլինի։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում։ Գնայինք այճեղ ջուրներին։ Ինչ խորհուրդ են ուզում տալ այճեղ ջուրների հրեշտակներն իրենց ապրիլ ամսվա համար։ Այս քարտը ընդհանրապես նշանակում է անհանգստություն։ Եթե ինչ-որ մի բան, ինչ-որ իրավիճակ կամ հարց, որի մասին դուք անհանգստանում եք կամ միգուցե հարց եք տալիս, ապա այդ հարցերը կլուծվեն եւ հաջող ավարտ կունենան։ Իհարկե։ Ուղղակի պետք է հավատաք եւ հասկանաք, որ դուք մենակ չեք եւ բոլոր այդ ձեր մտահոգությունները տվեք հրեշտակներին, թող իրենք օգնեն ձեզ։ Դուք պետք է իրենց դիմեք, որ իրենք թեթևացնեն ձեր հոգսը, իրենք դրա համար են, որպեսզի օգնեն ձեզ եւ թեթևացնեն ձեր հոգսը։ Շատ անհանգստանալու կարիք չկա։ Փորձեք հանգստանալ։ Եվ հետո կտեսնեք, որ ամեն ինչ հրաշալի է։ Մի վերջացրեք այդ հարաբերությունները։ Չգիտեմ ինչ հարաբերությունների մասին եք մտածում ավարտին հասցնելու, դա ասում են ձեզ մի ավարտեք։ Ամեն ինչը լավ կավարտվի։ Մի փոխեք ձեր դիրքորոշումը, քանի որ խնդրի լուծումն արդեն շատ մոտ է։ Փորձեք հանգստանալ եւ շատ չանհանգստանալ դրա համար։ Աղոթք։ Իմ խնդիրը, նկարագրեք խնդիրը։ Լուծվեց միայն ձեր շնորհիվ։ Ես միայն խաղաղություն եւ հանգստություն եմ ուզում, եւ այդ պատճառով խնդրում եմ ձեզ հեռացնել իմ բոլոր վախերն ու անհանգստությունները։ Ես շնորհակալ եմ ձեզանից, որ խնամում եք ինձ եւ պաշտպանում եք սխալ գործելուց։ Եվ խորհուրդ. հանգստացեք եւ ելի հանգստացեք։ Նույնիսկ եթե այս պահին դա անտեղի է թվում, փորձեք խելամտորեն տնօրինել ձեր ժամանակը, քանի որ կյանքը կարճ է։ Իսկ թանկարժեք օրերը վատնելը զվարճությունների կամ դատարկ հոգսերի վրա պարզապես անխոհեմ է։ Դիտեք ձեր վարքագիծը եւ ուղղեք այն, ինչ ձեզ դուր չի գալիս։ Երբ կապվում եք այլ մարդկանց հետ կամ սկսում եք շփվել ուրիշների հետ, նրանցից կատարելիություն մի սպասեք։ Հիշեք, որ նրանք ձեզ նման սովորական մարդիկ են։ Մի վիրավորվեք նրանցից, ովքեր իրենց անհիմն են պահում։ Ցույց տվեք նրանց ներողամտություն եւ փոխըմբռնում։ Նրանք շուտով կարդարացնեն ձեր սպասելիքները։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում ամբողջ ապրիլ։ Գնայինք ջրհոսների։ Ինչ խորհուրդ են ուզում տալ ջրհոսների հրեշտակներն իրենց ապրիլ ամսվա համար։ Մի նայեք այս քարտին։ Սա ընդհանրապես նշանակում է, որ կենտրոնացեք կատարյալ առողջության վրա, կենտրոնացեք նաև Աստծո վրա, նաև աստվածային հայտնության եւ այլն, չեմ ասում հավատացյալ դարձեք, բայց ամենայն դեպս միգուցե շեղվել եք, այլևս Աստծուն չեք հավատում։ Լավ առողջության գրավականը հիվանդության եւ վրդովմունքի փոխարեն
Ձեր կյանքում ավելի լավի վրա պետք է կենտրոնանաք, որպեսզի ձեր կյանքում ամեն ինչ լավանա։ Ընդհանուր առմամբ այդ քարտն էլ է այդպես ասում, ինքը լաբիրինթ է, որտեղ եթե լարվում ես, չես կարող դուրս գալ, պետք է հանգստություն պահպանես եւ վստահություն եւ գնաս առաջ, կենտրոնանաս ամենակարևորը։ Հնարավոր է նաեւ ոմանք սիրահարվեն եւ ձեր օրգանիզմը արագ կարձագանքի դրան, կզգաք, որ սիրահարվում եք առանց վախենալու։ Մի վախեցեք, եթե այդ զգացմունքները կգան ձեր կյանք։ Եվ ընտրեք այդ ճիշտ արտահայտությունը դիմացինին ասելու ձեր զգացմունքները, կամ եթե ձեզ են ասում, դուք ճիշտ ընդունեք այն։ Եվ իհարկե նաև այս քարտը ասում է, եթե ձեր հարազատներն են հիվանդ, ձեր ընկերները, ձեր ընտանիքի անդամները, մտերիմները, ապա պարզապես կարող եք դիմել հրեշտակին իրենց առողջությունը բարելավելու համար։ Այս ամիս կարող եք դիմել։ Այս ամիս նաև կզգաք բարելավում ձեր ինքնագնահատականի եւ ինքնազգացողության մեջ։ Հետևեք ձեր ինտուիցիային, երբ խոսքը վերաբերվում է առողջությանը եւ դրա պահպանմանը։ Միգուցե դուք ներքին ձևով ինքներդ ձեզ մտածում եք, որ ինչ որ մի բան այնպես չէ, կարելի է գնալ բժշկի, սա հենց դա է ասում, որ վեր կացեք եւ գնացեք բժշկի։ Ձեր կյանք բերեք դրական հույզեր։ Նաեւ միշտ փորձեք ստանալ տարբեր բժշկական մասնագետների կարծիքները։ Մի հենվեք միայն մեկ մասնագետի վրա։ Եվ աղոթք։ Աստված, Միքայել հրեշտակապետ, շնորհակալ եմ, որ դեռ հիշեցնում եք ինձ կենտրոնանալ իմ գերազանց առողջության վրա եւ ուղղորդել իմ բոլոր գործողությունները իմ բարեկեցությունը պահպանելու համար։ Եվ խորհուրդ. սովորեք տարբերել կարևորը անկարևորից եւ մի վատնեք ձեր ուշադրությունն ու էներգիան այն բաների վրա, որոնք ուշադրության արժանի չեն։ Խորհրդակցեք ձեր հրեշտակների հետ, կարևոր որոշում կայացնելուց առաջ։ Դուք կունենաք ավելի շատ իմաստություն եւ վստահություն ապագայի նկատմամբ։ Հոգ տարեք ձեր հոգեկան առողջության մասին եւ անտեսեք նրանց, ովքեր փորձում են վնասել ձեզ։ Անհրաժեշտ է նաեւ անընդհատ վերլուծել ձեր գործողություններն ու մտքերը, սխալվելով մի տառապեք զղջումից։ Փորձեք ապագայում չկրկնել նման սխալներ։ Դա կքավի բոլոր մեղքերը եւ խաղաղություն կբերի ձեր սրտին։ Այսքանը ձեզ համար։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնանք ձկների։ Ինչ են ուզում հաղորդել ձկների հրեշտակներն իրենց ապրիլ ամսվա համար, ինչ խորհուրդ են ուզում տալ։ Առհասարակ այս քարտը նաև խոսում է ձեր ինտուիցիայի մասին, որն էլ հենց ձեզ է վերաբերվում։ Վստահեք ձեր ինտուիցիային ուղղակի։ Հնարավոր է նաև վերջերս ձեզ մի փոքր շփոթված եք զգում, ոչ ճիշտ, չեք կարող հասկանալ ինչ եք ուզում։ Այս քարտով հենց նաև նա ստուգում է ձեզ, որ դուք արդյոք ուշադիր եք լսում կամ այդ նշաններին եք հետևում, երբ որ նա ձեզ տալիս է։ Երբ որ դուք դժվարանում եք ինչ-որ մի բան ընտրել, երբ որ դուք մտածում եք, որ ձեր ինտուիցիան ճիշտ չի, հենց այդ ժամանակ կարող եք դուք տեսնել հրեշտակային թվերը, ժամերը կրկնապատկվեն, ինչ որ տեսանյութ նայեք, կրկնակի թվեր լինեն, բնակարաններ լինեն կրկնակի թվերով եւ այլն, շատ հարցեր կան, որ կարող են լինել, որ դուք կարող եք այդ ընթացքում տեսնեք։ Վերջերս չգիտեք ինչու զգում եք, որ պետք է արագ եւ տեղեկացված որոշում կայացնեք, բայց վարանում եք։ Վախի եւ սխալ բան անելու այդ վախի պատճառով, որ կարող եք նաեւ սխալվել։ Նաեւ մի կասկածեք ձեր զգացմունքներին, նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ ձեր դեմ է։ Եթե կասկածում եք ինչ-որ մի մարդու կամ կասկածներ ունեք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ուշադրություն դարձրեք ձեր էմոցիաներին եւ ձեր ինտուիցիային։ Աղոթք։ Խնդրում եմ, ինձ ուժ տվեք հստակ լսել, տեսնել, զգալ եւ իմանալ իմ կյանքի իմաստը, որի համար ես խնդրում եւ աղոթում եմ։
Աջակցիր ինձ իմ էգոիզմը զսպելու հարցում, որպեսզի քո իմաստությունը անցնի իմ միջով, ի շահ իմ եւ իմ շրջապատի բոլոր մարդկանց։ Եվ խորհուրդ. ավելի ուշադիր եղեք բանականության ձայնին։ Թույլ մի տվեք ինքներդ ձեզ մոռանալ յուրաքանչյուր արարքի հետևանքների մասին։ Եթե ձեր ներքին ձայնը զգուշության կոչ է անում, լսեք այն եւ ավելորդ ռիսկի մի դիմեք։ Խուսափեք շփվել մարդկանց հետ, ովքեր ձգտում են անխոհեմ հարաբերությունների կամ անլուրջ վարքագծի։ Նաև ձեր միտքը լցրեք ստեղծագործական տեղեկություններով։ Այն կսրի ձեր ինտուիցիան եւ կսովորեցնի ճիշտ որոշումներ կայացնել։ Հրեշտակները ձեզ պաշտպանում են սխալներից եւ փշոտ ճանապարհներից, բայց չպետք է կարծեք, որ այդ պաշտպանությունն անվերջ է։ Կյանքում անհրաժեշտ են նաև խոհեմություն, մտքի սթափություն եւ զգուշություն։ Այսքանը ձեզ համար։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում եւ բոլորին պաշտպանին։ Այսքանը լավ եղեք։